պատասխանող կողմը ինչեր էր հիշատակում ու առհասարակ հենց այդպիսին էր եղել արտահայտությունը, որի հիմքի վրա բացվել է այս դատական գործը, թե ամեն դեպքում դա ընդհանրական էր։ Տեսեք, ուրեմն այն հրապարակումը, որը որ կատարվել է Նաիրի Հովիկյանի կողմից, բառացի եւ բարեխիղճ վերարտադրություն է եղել ամերիկյան հետախուզության ընկերության համապատասխան կայքի, ով բավականին ծավալուն եւ մեծ հրապարակում է կատարել եւ նույն ծավալուն հրապարակման կարճ տարբերակն է ներկայացվել։ Միևնույն ժամանակ օրենքի տառին համապատասխան եւ մի շարք նախադեպային որոշումների համապատասխան ներկայացվել է նաեւ ակտիվ հղումը, որով որ գնալով ուղղակի տեսնում ենք, որ նույն հրապարակումն է, ինչպես դուք տեսաք, քանի որ ներկայիք դատական նիստին, կողմի ներկայացուցիչը նույնպես չառարկեց եւ նշեց, որ այո, կատարվել է բարեխիղճ հրապարակում, այն առումով, որ նույն հրապարակումն է, նոր կարծիքներ, նոր իր կողմից ավելացված դիրքորոշումներ չեն եղել, ինչպես նաեւ հղումն է տեղադրվել, այսինքն յուրաքանչյուր նախադասությունից առաջ հղում է կատարել, բացի նրանից ակտիվ հղումը, որ եղել է կայքեջի, հղում է կատարել Նաիրի Հովիկյանը, որ տվյալ հետախուզական ընկերությունն է կազմել համապատասխան դիրքորոշումը եւ ներկայացրել որպես այդպիսին։ Տիկին Վիրաբյան, իսկ այս հանգամանքներում այս դատական process-ը ինչի մասին է խոսում։ Դատական process-ը ինչի մասին է առհասարակ, ինչին է վերաբերվում է հրապարակմանը, ամերիկյան հետախուզության կատարած որոշակի հոդվածին, որտեղ ներկայացվում է որոշակի անձանց կողմից, այսինքն տվյալ դեպքում Խաչատուր Սուքասյանի կողմից համապատասխան գործողությունները մանրամասն ներկայացվում է եւ նույն հոդվածին հղում կատարելով Նաիրի Հովիկյանը կատարել է հրապարակում։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հայցվորը չի դիմել տվյալ ընկերության, տվյալ կայքի պատասխանատուի դեմ որպես առաջնաղբյուր, սկզբնաղբյուր, այլ դիմել է հղում կատարելով նույն ժամանակ բարեխղճությանը, դիմում եւ պահանջում է հերքում Նաիրի Հովիկյանից, որը որ ինքը չի տարածել, որ ինքն էլ հերքի։ Այսինքն գալիս ենք այն հանգամանքին, որ իրավունք է չարաշահվում, եթե ամերիկյան հետախուզությանը չեն կարողանում ներգրավել դատական process-ի մեջ, կարող են ներգրավել մեկ այլ անձի, որը օրենքի հստակ արգելք է սահմանում։ Սիմոնյանի